Պարոն Փարսյան, նախ որ խնդրեմ կասեք, ինչպես առաջացավ Կուրկուտի փառատոն կազմակերպելու միտքը, արդեն 6-րդ անգամ իրականացվում է փառատոնը։ Կուրկուտը լինելով մեր ավանդական կերակրատեսակը, անկեղծ ասած չուներ այդ ճանաչելիությունը եւ 2019 թվականին մեր նախաձեռնությամբ Կուրկուտը ել ավելի ճանաչելի դարձնելու համար նախաձեռնեցինք փառատոն եւ առաջին իսկ տարին տեսնելով որ բավականին լավ կայանում է փառատոնը, որոշեցինք որ այն դարձնենք ավանդական։ Եվ արդեն 6-րդ անգամն է 2019 թվականից սկսած, գրեթե ամեն տարի, բացառություն է կազմում միայն 2020 թվականը պատերազմի պատճառով չկարողացանք փառատոն անցկացնել, 6-րդ անգամն է, որ փառատոնը անց ենք հասնում։ Ամեն տարի տաղավարներից տրամադրվող ապրանքներն ու ուտեստները, ինչպես նաև Կուրկուտը տրամադրվում էր անվճար, բայց այս տարի որոշեցինք կազմակերպել տոնավաճառ եւ տրամադրվող ապրանքները այդ թվում նաեւ Կուրկուտը լինի վճարովի։ Իհարկե շատ ավելի ցածր գնով իր շուկայական գնից հիմնական միտքն ու նպատակը այն էր, որ այդ ամբողջ գոյացած գումարը ուղղվի բարեգործության։ Ուղղվի մեկ նպատակի համար, արդեն դրա մասին խոսել ենք, որ այդ նպատակը պետք է լինի այնպիսին, որ երջանկություն պարգևի կոնկրետ անձանց։ Մենք այսինքն բնակարան է գնվելու մանկատան նախկին սաներին, ովքեր բնակվում են հանրակացարանում։ Այո, ասեմ, որ մենք որոշել ենք, որ այս գոյացած գումարը պետք է ուղղվի բնակարան ձեռք բերելուն այն անձանց համար, ովքեր որ իրականում դրա կարիքն ունեն եւ երազում են դրա համար եւ ընտրվել են դրա համար կոնկրետ երկու մեր ուշադրության կենտրոնում գտնվող ուրեմն մեր քաղաքացիներ, նրանք տարիներ առաջ ուրեմն զրկվել են ծնողներից, չունեն մոտ հարազատներ, չունեն բարեկամներ, չունեն խնամակալներ եւ տարիներ է գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, նրանք հիմա ներկայությամբ բնակվում են հանրակացարանում։ Ես օրեր առաջ հրավիրեցի երեխաներին եւ հարցրեցի, թե ինչի մասին են իրենք երազում եւ նրանք պատասխանեցին միանշանակ, որ տուն են ուզում, երազում են տան մասին եւ մենք այդ օրը որոշեցինք, որ պետք է փորձենք այդ երեխաների երազանքը իրականություն դարձնել։ Բայց գուցե չբավականացնի, հա, որովհետեւ կարծում եք այդքան տոնավաճառից հասույթ կգոյանի։ Իհարկե ոչ, այդ գումարը ամբողջովին իհարկե չի գոյանալու այս տոնավաճառից, փոքր մաս գոյանա, բայց սա առաջին քայլն է, ես համոզված եմ, որ մենք այդ նպատակին կհասնենք, մենք նաև այլ միջոցներ կներգրավենք նաև այլ միջոցներ, ես համոզված եմ նաև կլինեն այլ բարերարներ, այլ բարեգործներ, ովքեր որ ցանկություն կհայտնեն մասնակցել եւ այդ նպատակը իրականություն դարձնել։ Իսկ փառատոնի նշանակությունը հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում հիմնական բնակավայրերը թշնամու, այսպես հա թիրախում են հիմնականում, ինչ նշանակություն ունեն նաև տեղի բնակչությանը իրենց հողին ամուր պահելու առումով։ Ուրեմն ասեմ, որ փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք այն անց ենք կացնում, ամեն անգամ անց ենք կացնում գյուղերում, տարբեր գյուղերում, հատկապես պատերազմից հետո մենք կարևորել ենք փառատոնի անցկացում սահմանամերձ գյուղերում, դա ուղղված է գյուղական կյանքի ակտիվացման համար, նաև մեր գյուղացիների առօրյայից կամ առօրյա հոգսերից թեթևացնելու նպատակով, իհարկե նաև ուրախ տրամադրություն պարգևելու եւ ինչպես արդեն ասեցի, ոչ նյութական մշակութային արժեքը կարևորելու եւ պահպանելու
պահպանելու համար։ Այստեղ հյուրերը նշում էին, որ նաև մենքին է ուղղված, նաև ժողովրդի համախմբմանն է ուղղված, այդ առումով ինչ կարող եք ասել, մարդիկ հիմնականում հատկապես այսպիսի առանձնահատուկ բնակավայրերում, սահմանամերձ լինելու նաև հանգամանքով պայմանավորված, միշտ մտահոգություններ են ունենում եւ այլն եւ դրական տեղեկատվական հոսքի կարիք ունեն, այդ առումով ինչ կասեք։ Դուք այսօր տեսնում եք հոծ բազմություն, փառատոնին ամեն փառատոնին էլ հոծ բազմություն է հավաքվում, մարդիկ այսօրը ուրախանում են, զվարճանում են, համախմբվում են, հնարավորություն են ունենում իրար հանդիպելու, իրար հետ շփվելու, մտքեր փոխանակելու։ Փառատոնը ամեն կերպ ուղղում է դրական գործերին եւ ուղղություններին։ Այլ քաղաքներից գալիս են, պարոն Փարսյան, օրինակ վիճակագրություն ունեք, ինչքան մարդ է մասնակցում ամենամյա այս փառատոնին։ Այլ քաղաքներից որ քաղաքներից են հատկապես գալիս։ Ես ասեմ, որ արդեն նկատել ենք նաև տարբեր հյուրեր, տարբեր բնակավայրերից, համայնքներից, նաև արտերկրից, ասեմ, որ փառատոնը նաև ուղղված է նաև զբոսաշրջության զարգացման համար եւ այս տարի հատկապես տեսնում ենք նաև մեծ զբոսաշրջիկների հոսք հենց կոնկրետ օրվա հետ կապված ինձ նաև քիչ առաջ հայտնեցին որ բավականին սենց զբաղված են մեր հյուրանոցները եւ կարելի ասել հյուրանոցներում փառատոնի հետ կապված հյուրերի ուրեմն այցի հետ կապված տեղ չկա։ Սա արդեն իսկ ոգևորիչ է, գոհացուցիչ է, որովհետեւ փառատոնը գոնե այդ նպատակին արդեն իսկ ծառայում է։ Ամենամյա բնույթ կա։ Իհարկե փառատոնը արդեն ավանդական է, փառատոնը ամենամյա բնույթ է կրում եւ մենք նախատեսում ենք, որ փառատոնը իրականացնենք նման ծավալներով, նման որակով եւ նման աստիճանի փառատոն անցկացնենք եւ կարծում եմ այնպես է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար արդեն հաճելի կլինի այսօր անցկացնել եւ գտնվել մեր Կուրկուտի փառատոնում։ Շնորհակալություն։